Բարեկալուց Civilnet տաղավարում հյուրընկալել եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ռուբինյան, քանի որ Հայաստանի սահմանային անցման այսպես դրոշմակնիքի կամ դրանից Արարատ լեռան պատկերը հանելու շուրջ քննարկումները շատ ակտիվ են հիմա, կխնդրեի մեր հարցազրույցը սկսենք հենց այդ կետից։ Սերդար Քլիչը վերջերս ցամաքային սահմանով ժամանեց Հայաստան։ Սերդար Քլիչի անձնագրում կնիկ դրվել է թե ոչ, եւ եթե դրվել է, ինչ պատկերով, Արարատի պատկերով։ Եկեք չասեմ դրվել է թե ոչ, որտեղ ես նույնիսկ չեմ հետաքրվել, դրվել է թե ոչ, դա մեր հավատացան կառույցներն են զբաղվել, բայց եթե դրված լինի, ուրեմն Արարատի պատկերով պիտի լինի, որովհետեւ նոյեմբերի 1-ից է կնիքը փոխվում։ Բայց պետք է դրված լինի, որովհետեւ սահման է հատել, չէ՞, ենթադրում եմ։ Չէ, իրոք չգիտեմ, չեմ խորացել այդ հարցի մեջ։ Շատ լավ։ Բայց եթե հարցի համատեքստը հետեւյալն է, արդյոք տվյալ որոշումը կայացումը որևէ կապ ունի Քլիչի այցի հետ։ Դեսպան Քլիչի այցի հետ Հայաստան, բացարձակ որևէ կապ չունի։ Հենց այցի նախորդին տեղ ունեցած։ Հա, բայց եթե հիպոթեզը հետեւյալն է, փոփոխությունը արել են ընդառաջ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի, հա, սա է հիպոթեզը։ Դե այդ հիպոթեզը շատ հեշտ հերկվում է, որովհետև փոփոխությունը ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ին։ Չէ, որպես քաղաքական ազդանշան։ Չէ, կապ չէ։ Իրոք ոչ մի կապ չկա, ասեմ ավելին, ես տեսնում եմ, որ կան նաև մեկնաբանություններ եմ լսում, որ սա Թուրքիայի պահանջն է կատարել Հայաստան։ Ես ուզում եմ անկեղծ ասել, որ 2021 թվականի դեկտեմբերից է սկսվել այս գործընթացը կարգավորման, չի եղել մեկ անգամ, որ Արարատ լեռան հետ կապված որևէ հարց բարձրացվի կամ որևէ քննարկում։ Կապված զինանշանի, դրոշմակնիքի, որևէ, զերո։ Բայց Հայաստանը ինչու է նախաձեռնում դա։ Եթե չի լավ, եկեք, եթե խորանալու ենք սահմանադրության փոփոխության հետ կապված կա Ադրբեջանի պահանջ, կա Հայաստանի արձագանք։ Եթե պարագայում չկա ընդհանրապես որևէ պահանջ, ինչու է Հայաստանը գնում։ Իսկ դուք բացառում եք, որ Հայաստանը մեկ-մեկ բաներ է անում զուտ իր կամքով։ Չեմ բացառում, ուզում եմ ասեմ ինչու է անում այդ։ Շատ լավ, եկեք խորանանք։ Իհարկե այս հարցազրույցը ավելի շատ կդառնա Չէ, մեկ-երկու հարց է դրան։ Ավելի շատ կդառնա նարատիվների եւ փիլիսոփայության մասին, բայց ես դեմ չեմ բացարձակ։ Տեսեք, մի քանի արձանագրում եկեք անենք։ Արձանագրում համար 1։ Դրոշմակնիկների վրա ընդհանրապես աշխարհում հաճախ ոչ մի բան չի լինում, ոչ մի սիմվոլիկա, ոչ մի խորհրդանիշ չի լինում։ Դուք ինքներդ եւ մեր հեռուստադիտողները կարող են բացել իրենց անձնագրերը եւ տեսնել, որ այն երկրներ, որոնք իրենք այցելել են, մեծ մասում ոչ մի բան չկա գրած, ուղղակի նշված է մեքենայով մտել, թե օդանավով, թե գնացքով X երկիր եւ երկրի ամսաթիվը եւ երկրի անունը։ Այո։ Երկրորդը Հայաստանի կնիկների վրա միշտ չի, որ Արարատի ուրվագիծն է եղել, մոտավորապես 2000-ականների կեսից է դա ներմուծվել։ Մինչև դա, օրինակ 1999 թվականի դրությամբ, երբ որ մարդիկ հատում էին Իրանի կողմից Հայաստանի սահմանը, իրենց անձնագրում գիտեք ինչ դրոշմակնիկ էր դրվում։ ԿՊՊ Ռոսիա, ռուսերենով։ Այսինքն մարդիկ մուտք էին գործում Հայաստան, Հայաստանի սահմանին ռուսական FSB-ի սահմանապահը դրոշմակնիկ էր դնում ԿՊՊ Ռոսիա։ 2004 ու Արարատի ուրվագիծ չկար։ 2004 թվականի դրությամբ, օրինակ, երբ որ մարդիկ Զվատնոց օդանավակայանով վայրեջք էին կատարում Երևան, կրկին ռուս սահմանապահը իրենց անձնագրի մեջ դնում էր դրոշմակնիկ ռուսերենով ԿՊՊ Արմենիա, Երևան։ Եվ էլի Արարատի ուրվագիծ չկար։ Հետո 2000-ականների կեսից նաև ուրվագիծը Արարատի հայտնվել է, հետո դարել է հայերեն, բայց օրինակ 2022 թվականի դրությամբ էլի երբ որ Զվարթնոց օդանավակայաններ իշխում ինչ-որ մեկը կամ Իրանի կողմից սահմանը հատում էր, կրկին իրենց դիմավորում էին ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, որոնք եթե ազգությամբ ռուս էին ասում էին «Դաբրո պաժալովեց», եթե ազգությամբ հայ էին, բայց կրկին ռուսական սահմանապահ ուժերի մեջ էին ասում էին «Բարի գալուստ» եւ դնում էին կրիքը Արարատով։ Հիմա ինչը տեղի ունեցել, հիմա եթե ես ճիշտ եմ հասկանում, կառավարությունը որոշել է տեխնիկական պատճառներով փոքրացնելու համար կնիքի ձևը փոխել, բայց այդ թվում նաեւ անել է Արարատի ուրվագիծը, որովհետեւ կարծում է, որ
իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում պիտի լինի մեր ընդհանրապես գործողությունները։ Հիմա եթե ինձ հարցնեք, ես կասեմ, որ մեր կնիքների վրա կարիք չկա որևէ սիմվոլիկա, որևէ խորհրդանիշ դնելու։ Բացատրեցի ինչի, որովհետև դա ընդհանրապես դրոշմակնիկ է, դա սիմվոլ չի։ Բայց եթե կարիք կա ինչ-որ սիմվոլ դնելու, ես կդնեի մեր պաշտոնական խորհրդանիշները, բայց ոչ թե լեռան, այո, մեր համար շատ հարազատ լեռան ուրվագից։ Հիմա փիլիսոփայությանը հասնենք։ Ես կարծում եմ կա երկու փիլիսոփայություն։ Առաջի փիլիսոփայությունը հետևյալն է։ Մեր երկրի սահմանները, սահմանային անցակետերում մեր ԱԱԾ-ն գործունեություն չի իրականացնում, մենք այդ հսկողությունը հանձնում ենք այլ երկրորդ երկրի սահմանապահ ուժերին, մարդիկ երբ որ գալիս են մուտք են գործում Հայաստան, իրենց դիմավորում է այլ երկրի սահմանապահ ուժ, բայց մեր կնիքի վրա օրինակ տեսնում ենք Արարատ լեռը եւ մեր ինքնությունը չի խոցվում։ Կա երկրորդ տարբերակ։ Եվ ես ընտրում եմ երկրորդ տարբերակը։ Երբ որ մենք վերահսկողություն ենք վերցնում մեր սահմանային անցակետերի վրա, երբ որ մեր ԱԱԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն են անցակետում եւ իրենք են դնում կնիքը։ Հիմա կհարցնեք, բայց ինչ կապ կա այս երկու։ Բայց ինչու է նման հակասության մեջ դիտարկում դա։ Ես դա էլ ասեցի։ Կարող է լինել հայ սահմանապահ եւ Արարատի պատկերը։ Որովհետեւ ես խնդրում եմ հիմա իմ ասածը ճիշտ ընկալել։ Ես փիլիսոփայության մասին եմ խոսում։ Որովհետեւ մի փիլիսոփայության գինն է մյուս իրողությունը։ Այսինքն ինչի ենք մենք մեր անկախացման պահից ընդամենը 33 նույնիսկ տարի հետո հասել ենք այդին, որ մեր բոլոր սահմանային անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի ԱԱԾ 34 սահմանապահ ուժերի ներկայացուցիչները։ Ինչու՞։ Որովհետև մեր մոդելը եղել է հիմնված հետևյալի վրա։ Երբ որ օրինակ մեր անցակետում դնում են կնիկ, որի վրա գրված է ԿՊՊ Ռոսիա, մեր ինքնությունը դրանից չի վիրավորվում բացարձակ։ Մենք թքած ունենք դրա վրա։ Ոչ մի վիրավորանք ինքնությանը։ Երբ որ իջնում են Զվարթնոց օդանավակայան եւ ռուսերենով գրվում է ԿՊՊ Արմենիա, կրկին որևէ ինքնությանը որևէ վիրավորանք չկա։ Երբ որ հետո կնիքի վրա էլի նորմալ է, հայկական հայերենով գրված է Հայաստան, բայց ոչ հայ սահմանապահն է դնում այդ կնիքը, կրկին մենք որևէ ինքնությանը վտանգ չկա, որևէ բան չկա, նորմալ է, այդպես էլ պետքա լինի։ Բայց եթե մեզ համար շատ հարազատ լեռան ուրվագիծը տեղ չկա, հանկարծ մեր ինքնությունը դրանից վիրավորում է։ Սա վկայում է նրա մասին, որ մեր ինքնության կիզակետը 30 տարվա ընթացքում եղել է ոչ թե մեր պետական ատրիբուտիկան, ոչ թե մեր պետական խորհրդանիշները, ոչ թե մեր պետական ծառայությունները, այլ մեր ինքնության խորհրդանիշները եղել են հուզական, շատ հուզական։ Օրինակ ես տեսա Վարդան Օսկանյանը, իհարկե ես իրեն մի կերպ եմ կարդում, որովհետև ինչ մեղքս թաքցեմ, նյարդայնանում եմ եւ կեսից դադարում եմ կարդալ, բայց բարեբախտաբար սկզբում էր գրել այս հատվածը, ասում էր էլի անդրադարձել էր նրան, որ կնիքից հեռացվել է Արարատի ուրվագից, ասում էր Արարատը մեր ինքնությունն է եւ այսպես շարունակ, բայց ախր Վարդան Օսկանյանի արտաքին գործերի նախարար եղած ժամանակ Հայաստան մուտք գործելիս Իրանից սահմանին ոչ հայ սահմանապահը դրել է հետևյալ կնիքը ԿՊՊ Ռոսիա։ Ինչի մի վարքան, ինչի Վարդան Օսկանյանի ինքնությունը դրանից չի վիրավորվել։ Կհանդիպեք կհարցնեք Վարդան Օսկանյանին, եթե հանդիպեք։ Բայց ես ավարտելով էլի շղթան։ Հիմա ես կարծում եմ, որ հարցը հետևյալն է։ Այն մարդիկ, ովքեր ներկայիս կառավարությանը ասում են դուք ուրանում եք մեր ինքնությունը։ Չեք կարծում, որ տարօրինակ է, որ այդ մարդիկ, այդ նույն մարդիկ չեն ողջունում, որ կառավարությունը 34 տարի անց այնպես արեց, որ մեր բոլոր անցակետերում Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ուժերն են ծառայություն անցկացնում։ Չեք կարծում, որ եթե դա չի գնահատվում եւ ընդամենը
դրոշմակնիքի վրա, իսկ դրոշմակնիքը ինքը իրական ոչ մի բան է, ինքը տենց բյուրոկրատական կնիք է, որը վկայում է այն մասին, որ X անձը այսինչ միջոցով, այսինչ ամսաթվին մուտք գործեց Հայաստան եւ դուրս եկավ։ Եթե դա համարվում է ուրացում, իսկ նրա վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, որ 34 տարի մենք մեր սահմանային անցակետերը չենք վերահսկել։ Նշանակում է մենք խնդիր ունենք մեր երկրի շուրջ, մեր երկրի հիմքում դրված նարատիվի մեջ խնդիր կա եւ մենք ուզում ենք լուծել այդ խնդիրը։ Շատ լավ, բայց դա խնդիր չի եղել նաև ձեզ համար։ Եթե խնդիր չլիներ, մենք չենք լուծել։ Չէ, մինչև 2021 թվականը, 22 թվականը, 23 թվականը նույնիսկ դա խնդիր չի եղել նաև ձեզ համար։ Փոխվել է իրավիճակը, փոխվել է մոտեցումները դրա վերաբերյալ։ Ոչ բոլորի մոտեցումները։ Նախ մենք եթե նկատած կլինեք, երբ որ մենք խոսում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մասին, մենք չենք ասում, որ 34 տարի բոլորը այլ գաղափարախոսության մեջ էին, իսկ մենք այն ժամանակվանից այլ գաղափարախոսության մեջ ենք։ Մենք մեզ չենք առանձնացնում բացարձակ։ Նաև ես երբ որ խոսում եմ նրա մասին, որ տարիներ շարունակ բան ա եղել, մեր անցակետերը մեր կողմից չեն վերահսկվել, ես անձամբ ինձ նույնիսկ չեմ, չնայած ինձ պետք է առանձնացնել, որտեղ ամեն դեպքում ես միշտ դրա մեջ խնդիր եմ տեսել, բայց լավ, մեր քաղաքական ուժին ես դրանից չեմ առանձնացնում, բայց հարցը հետեւյալն է, մենք եկել ենք մի եզրակացության, որ իսկական ինքնությունը պետք է լինի պետականությունը։ Ինձ համար իմ ինքնությունը իմ պետականությունն է։ Ես իմ ինքնությանը վիրավորանք եմ համարում, երբ որ իմ պետականությունը բավարար օրինակ ինքնիշխան չի, որ ինքը իր անցակետում իր ծառայությունը անցկացնի։ Այդքան բարձ ամեն ինչ։ Բայց ես նաև ուզում եմ ասել, որ ես բան չեմ էլի, մենք կամ անձգամ չենք եւ բնականաբար հասկանում ենք մարդկանց զգայունությունը որն է, բայց մարդիկ պետք է հասկանան հետեւյալը, ոչ ոք Արարատի պատկերը չի կարող խլել մեզնից, թեկուզ եւ այն բերումով, որ հիմա լուսամուտից։ Նայենք, կտեսնենք Արարատը, այս կողմ չէ, այն կողմ երևի։ Հայերեն կողմից։ Արարատը մեր համայնքնապատկերի մասն է, Արարատը նաև աստվածաշնչյան սիմվոլիզմ ունի, մեզնից շատերի նախնիները, այդ թվում իմ նախնիները Արարատի այն կողմից են եկել այստեղ, այսինքն այդտեղ խնդիր չկա եւ նրանց համար ում համար արժեք է Արարատը, դա կարող է շարունակել լինել արժեք։ Հարցը հետեւյալն է. քո պետության հիմքում դու ինչ փիլիսոփայություն ես դնում։ Դնում ես փիլիսոփայություն, երբ որ քեզ զրկում են կամ դու ինքդ քեզ զրկում ես կամ դու չես կարողանում վերցնել այն գործիքները, որով դու քո ինքնիշխանությունը ապահովում ես, նույնիսկ այնքան տարական տրիվիալ հարցում, ինչ քո սահմանային անցակետում ծառայության իրականացումն է քո մարմինների կողմից, բայց դու ուրախանում ես, որ քո անցագրի վրա դրեցիր Արարատ լեռան պատկերը, թե հակառակը, երբ որ դու չես ընկնում սենտիմենտների հետևից, բայց քո ինքնիշխանությունն ես հաստատում։ Ու կրկնում եմ վերջին ասելիքս էլի այս թեմա։ Իրականում այս տարի տեղի է ունեցել մի շատ տարօրինակ եւ բայց պատմական բան։ Առաջին անգամ Հայաստանը վերահսկում է իր բոլոր սահմանային անցակետերը։ Ու չի կարող սա իրականություն դարձած իշխանությունը լինել ինքն իր ինքնությանը դեմ, իր ազգային ինքնության, որտեղ մեր ազգային ինքնության գլխավոր հատկանիշներից մեկը ձգտումն է առ անկախություն։ Կարծում եմ, որ պետական ինքնության գոնե կամ քաղաքական ինքնության, Հայաստանի քաղաքական ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը եղել է օրինակ Արցախը, որի հիմա չկա։ Դա հուզական խորհրդանիշ էր, ինչպես դուք եք ասում, մեր ինքնության խորհրդանիշները եղել են հուզական, թե շատ կոնկրետ, շոշափելի խորհրդանիշ։ Քանի դեռ այնտեղ ապրում էին հայեր, բնականաբար իրական եւ խորհրդանիշ էլ չէր, իրական երևույթ էր։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, եթե գաղափարախոսություն դա կոչենք, կամ չգիտեմ կոնցեպցիա, ռազմավարություն եւ այլն, որովհետեւ հələ որ հստակ համակարգված տեքստ դրա շուրջ մի տեքստ կա, բայց դա ավելի շատ վարչապետի ելույթների ժողովածուն կարելի է համարել, բայց այնուամենայնիվ կպնում է բավական լուրջ ինքնության շերտերի, սկսած Արարատից Արագած խոսույթները, չգիտեմ, Արցախի վերաբերյալ ցեղասպանության եւ այլ եւ այլ։ Ցեղասպանության վերաբերյալ որևէ խոսույթ չկա, ցեղասպանության խոսույթը այն է, որ ես չեմ ասում այդ իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ է թե ոչ, բայց հայտարարություններն են նրա մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնային կետ չէ եւ օրակարգային առաջնային կարևոր խնդիր չէ։ Եվ այլն, այս խնդիրները, որոնք ազգային ինքնության հիմքում են ընկած եղել
շատերի համար, որոնց համար։ Դուք կարծում եք այդ նախ ձեր կարծիքա ազգային ինքնության վերափոխում է հիմա տեղի ունենում։ Դուք դա եք նախաձեռնել, դա է ձեր առաքելությունը եւ կարծում եք կարողանաք հաջողել։ Ոչ թե ազգային ինքնության վերափոխում է տեղի կամ քաղաքական ինքնության։ Ոչ թե ազգային ինքնության վերափոխում է տեղի ունենում, այլ պետական ինքնության ստեղծում է տեղի ունենում, որովհետև նայեք, ազգային ինքնությունն է նա, ու կարող է իմ օգտագործած տերմինների շուրջ վեճ լինի մասնագիտական, բայց վստահ եմ դուք էլ ես էլ դիտողներն էլ հասկանում են ինչ նկատի ունեմ ես։ Ուրեմն ազգային ինքնությունը ո՞րն է, երբ որ քո ինքնությունը, ու ընդ որում բոլորս ունենք ազգային ինքնություն, այստեղ վեճ չկա։ Երբ որ քո ինքնության մաս են այն բաները, որոնք քո, այսպես ասենք, էթնիկ պատկանելիության հետ կապված մշակութային, պատմական բաներ են։ Հիմա օրինակ իմ համար էլ, ձեզ համար էլ տարբեր բաներ ազգային ինքնության մաս են։ Տարբեր բաներ, սկսած կերակուրից, ասենք, տոլման իմ եւ ձեր ազգային ինքնության մաս է։ Եվ դա նորմալ է։ Բայց պետական ինքնությունը արդեն քո պետական ատրիբուտների մասին է, հասկանում եք, իմ համար չի կարող որևէ քաղաք, որը Հայաստանի Հանրապետությունից դուրս է, իմ պետական ինքնության մաս լինել։ Երբ որևէ այլ աշխարհագրական օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, իմ պետական, կրկնում եմ, պետական ինքնության մաս չի կարող լինել։ Հիմա նայեք, օրինակ, ես հիմա ձեզ բերում եմ օրինակ, թե ինչ է լինում, երբ որ ազգային ինքնությունը, երբ որ պետությունը հիմնված է ազգային ինքնության վրա եւ ոչ հենց պետական։ Տեղի է ունենում հետեւյալը. 30 տարի այդ երկրի անցակետում ծառայություն են անցկացնում այլ պետության ներկայացուցիչներ, սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ, այդ 30 տարվա կեսը նույնիսկ բան են կնիկ են խփում, որի վրա գրված է ԿՊՊ Ռոսիա կամ ռուսերենով գրված է ԿՊՊ Արմենիա, Երևան, բայց ոչ ոքի մոտ դա բռնկում չի առաջացնում։ Բայց մեծ հպարտություն է առաջացնում, որ կրկին օտարերկրյա սահմանապահը խփում է կնիկ, որի վրա Արարատի ուրապատկերն է։ Այս է խնդիրը։ Ես կարծում եմ եւ մենք կարծում ենք, որ մենք պետք է տեղափոխվենք պետական ինքնության դաշտ։ Շատ լավ, այդ դեպքում ձեր մոտ ինչու բռնկում չի առաջացնում այն հարցը, որ օրինակ Դոնեցկի հանրապետության ինքնահռչակ, ինքնակոչ, չգիտեմ, հա, որ Ռուսաստանի մաս է հիմա ըստ Ռուսաստանի Սահմանադրության դատարանի որոշմամբ մարդը, որը հայտարարվել է մարդը, որը գտնվում է հետախուզման մեջ, Հայաստանում ձերբակալվում է եւ ինքը գտնվում է կալանքի տակ։ Իսկ դուք ինչ գիտեք այդ մարդու հետ ինչ է լինելու։ Ես գիտեմ այդ հաղորդագրությունը, որ մարդը հետախուզման մեջ է գտնվում այս դատարանի որոշմամբ։ Դե ես ձեզ խորհուրդ կտամ սպասել համապատասխան ընթացակարգերի ավարտին եւ նորից խոստանում եմ կխոսենք ձեզ այդ դրա մասին։ Այսինքն այստեղ պետականության կամ ինքնիշխանության ոտնահարում, տրորում, չգիտեմ։ Դե ես վստահ եմ, որ երբ որ այս գործընթացն ավարտի, դուք կտեսնեք, որ չկար։ Դրա համար եմ ասում։ Շատ լավ, կսպասենք։ Լավ, ամեն դեպքում, պարոն Ռուբյան, քաղաքական իշխանությունը իհարկե դեկլարացնում է մի տեսակետ կամ չգիտեմ, իր մոտեցումները պետական ինքնության վերաբերյալ, բայց ցանկացած ընտանիք, չգիտեմ, բջիջ հասարակության է, որտեղ որ մենք մտնենք, կարող ենք տեսնել հակառակ պատկերը։ Գուցե ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են, չգիտեմ, Արարատի կամ Արարատի վերաբերյալ տարբեր, ուրեմն էմոցիաներով, Արցախի վերաբերյալ տարբեր էմոցիաներով, պատմական արդարության վերաբերյալ տարբեր խնդիրներով։ Ուզում եմ հասկանալ, ես իրական Հայաստան գաղափարախոսությունը ըստ ձեզ կհաջողի Հայաստանում, թե չի հաջողի։ Ես կարծում եմ հանրային բազակ ունենա, իսկապես։ Սկսենք նրանից, որ որևէ խնդիր չկա, որ ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են տարբեր էմոցիաներով, դա նորմալ է։ Կրկնում եմ, ասենք իմ նախնիները գալիս են Արճեշից։ Դա նորմալ է, որ իմ հայրը ինձ պատմել է, որ մեր նախնիները Արճեշից են գալիս, նորմալ է, որ իր հայրն էլ իրան է դա պատմել։ Այդտեղ որևէ խնդիր չկա։ Նույն ձև էլ Հադրութից ցավոք, ցավալի եւ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով Երևան եկած մեր քույրերն ու եղբայրները պարզ է, որ պետք է իրանց երեխաներին պատմեն, որ իրենք գալիս են Հադրութից։ Այստեղ հարցը դրա մասին չի, հարցը հետեւյալի մասին է։ Մենք դա այդ սենտիմենտները
դնում ենք մեր պետականության հիմքում դրանից բխող հետևանքներով, թե չենք դնում։ Հասկացա։ Որոնք են դրանից բխող հետևանքները։ Դրանից բխող ամենաթեթև հետևանքներն այն են, որ օրինակ մեր անցակետերը չենք վերահսկում մենք։ Դրանից բխող հետևանքներն են, որ մենք մանրից սկսում ենք կորցնել մեր ինքնիշխանությունը, որ մեր ռազմավարական օբյեկտները հայտնվում են ոչ մեր վերահսկողության ներքո, որ տարբեր քաղաքական, որովհետև ուղիղ փոխկապակցություն կա հետևյալ իրավիճակի հետ, երբ որ դու օրինակ գտնվում ես մի տարածաշրջանում եւ չկարգավորված հարաբերություններ ունես քո երկու հարևանների հետ, մի հատ էլ դրա հետ ձեռը հետ էլ դու չունես դեպի ծով ելք, այդ հարևաններն էլ իրար հետ, եթե ասենք նայենք իրենց բնակչության չափը էլի շատ հետաքրքիր կլինի։ Այդ իրավիճակում, այդ իրավիճակը ավտոմատ բերում է իմ նկարագրածը։ Այսինքն սպառնալիքի սրումը բերում է նրան, որ դու արտաքին հովանավոր ես փնտրում։ Ես ճիշտ եմ հասկանում։ Իհարկե, բայց ոչ միայն դու հովանավոր ես փնտրում, այլ նաև փորձը ցույց է տալիս, որ այդ հովանավորին նույնիսկ եթե գտնում ես, հովանավորչությունը այն պահին, երբ որ պիտի աշխատի, չի աշխատում։ Պարոն Ռուբինյան, վերադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ հուլիսին, որ տեղի ունեցավ Ալիջան եւ Մարգարա սահմանային անցակետերում ձեր հանդիպումը, այդ հատվածում ձեր հանդիպումը ձեր թուրք գործընկերոջ Սերդար Քլեչի հետ եւ սեպտեմբերի 12-ին արդեն Երևանում, երբ Քլեչը գտնվում էր ձեր գործընկերը Երևանում եւ տեղի ունեցավ այդ հանդիպումը, պայմանավորվեցիք մի բանի մասին, որի մասին պայմանավորվել եք նախորդիվ նաեւ Հայաստան-Թուրքիա երկաթուղու վերագործարկման շուրջ ինչ որ քննարկումներ, ուսումնասիրություններ, տեխնիկական ուսումնասիրություն եւ այլն։ Ինչու եք երկու անգամ նույն բանը պայմանավորում, որն է խնդիրը։ Նախ եթե ուշադրություն դարձրեցիք, նույն նմանատիպ բանի շուրջ ենք պայմանավորվել, բայց ոչ ամբողջությամբ նույնը։ Նախորդ հաղորդագրության մեջ ձևակերպումը մոտավորապես հետեւյալն էր, որ պայմանավորվեցինք տեխնիկական հետազոտություններ անել հասկանալու համար Գյումրի կարծի երկաթուղու վերագործարկման վերաբերյալ, այդպես էր մոտավորապես։ Ոչ։ Տեխնիկական գնահատում անել հասկանալու համար, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ վերագործարկվի Կարս Գյումրի երկաթգիծը։ Դա նախավերջին հայտարարության մեջ է։ Վերջին հայտարարության մեջ ուղղակի պարզ եւ հստակ պայմանավորվել ենք իրականացնել տեխնիկական գնահատում Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման համար եւ նաեւ Գյումրի Կարս էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման համար։ Նախ մասնավորեցնեմ ինչի մասն է խոսքը էլեկտրահաղորդիչ գծի դեպքում դեռևս խորհրդային ժամանակներից եղել է էլեկտրահաղորդիչ գիծ կապված իրար հետ, այսինքն Հայաստանից Թուրքիա գնացող էլեկտրահաղորդիչ գիծ, որի վերականգնման դեպքում մենք տեսականորեն կարող ենք էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային եւ հավելյալ եկամուտներ ստանալ։ Իսկ Կարս Գյումրի երկաթգծի մասով ըստ էության մենք ինչ ենք արձանագրել։ Արձանագրել ենք, որ հարցը մեր քաղաքական օրակարգում է եւ մենք քաղաքական հանձնառություն ենք վերցնում, որ այդ երկաթգիծը պիտի բացենք։ Սա ինչը կարևոր է նաև վերջին իրադարձությունների համատեքստում, որովհետև կհիշեք, որ շատ ընդդիմադիր գործընկերներ, այսպես ասենք, կասկածամտությամբ են վերաբերվել, թե արդյոք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները նշանակում են, որ Կարս Գյումրի երկաթգիծը նույնպես բացվելու է։ Սրանով ֆիքսվում է, որ ոչ թե ֆիքսվում է, որ նշանակում են, այլ ֆիքսվում է, որ այդ հարցը կա օրակարգում։ Առնվազն։ Բայց այնուամենայնիվ 2022 թվականից այս կողմ, երբ տեղի ունեցել 6 ռաունդի բանակցություններ թուրքական կողմի հետ, եղել է մի շարք պայմանավորվածություններ, սկսած երրորդ երկրների քաղաքացիների մուտքը, որը այս հանդիպման ընթացքում, որի շուրջ պայմանավորվեցինք, որ պետք է արագացնենք գործընթացը։ 2022 թվականից դուք պայմանավորվում եք այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել։ Չեմ կարող ժխտել, որ ես նույնպես բավականին ֆրուստրացիայի մեջ եմ, որ 3 տարի անց դա տեղի չի ունեցել։ Շատ լավ, ուզում եմ հասկանալ այդ պայմանավորվածությունները, որ ամեն անգամ վերահաստատվում են, հա։ Երրորդ երկրի քաղաքացիները դիվանագիտական անձնագրերով անձանց մուտքը այդ անցակետերով անցումն ապահովելու համար հիմա արդեն, չգիտեմ, ենթակառուցվածքների վերականգնման շուրջ բանակցություններ կամ վերահաստատումներ, ինչն է խանգարում ըստ ձեզ, որ վերջնական այդ վերահաստատումները
անցնեն արդեն կյանքի կոչման փուլ։ Ես կարծում եմ խանգարում է քաղաքական կամքի բացակայությունը եւ ոչ մեր կողմից, որովհետեւ մենք բազմիցս ցույց ենք տվել եւ հայտարարել ենք նույնպես, որ պատրաստ ենք ամեն ինչ անել շատ արագ, բայց նաեւ պետք է ասեմ, որ վերջին մեր հանդիպումը որոշակիորեն հուսադրող է այս առումով, ըստ էության մենք բացել գրել ենք, որ պայմանավորվել ենք արագացնել այս պայմանավորվածության նկատի ունենք երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացման պայմանավորվածությունը արագացնել։ Սա պայմանավորվել ենք։ Իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է ժամկետներ չնշեմ, սպասենք եւ ավելի լավ է դրա մասին խոսանք, երբ որ դա տեղի կունենա։ Պարոն Ռուբինյան, դուք այս ձեր իշխանության, կառուցվածքում եւ իշխող քաղաքական կուսակցության մեջ կարևոր գործունեություն եք իրականացնում, ազգային ժողովի փոխոսնակ եք, կարևոր դերակատարություն ունեք եւ նաեւ իշխող կուսակցության մեջ։ Ձեր գործընկերը Սերդար Քլչը որքանով է ազդեցիկ Թուրքիայի կառավարման հիերարխիայում, այսինքն նրա հետ պայմանավորվածությունները որքանով է հավանական, որ ինքը կարողանա լոբինգ անել այդ պայմանավորվածությունների իրականացումը։ Ես կարծում եմ կոռեկտ չէ ես, որ նման հարցի պատասխանեմ։ Ես բանակցում եմ իմ պաշտոնակցի հետ այն ընկալմամբ, որ նա Թուրքիայի կառավարության կողմից պաշտոնապես նշանակված լիազորված հատուկ ներկայացուցիչ է եւ բնականաբար, եթե այդպես է, ապա նա ունի բոլոր լիազորությունները եւ հնարավորությունները։ Շատ լավ, մի կողմից հայտարարվում է հայկական կողմից, որ բանակցությունները ընթանում են առանց նախապայմանների, բայց մյուս կողմից պարբերաբար Թուրքիայի կողմից այդ նախապայմանների մասին հայտարարություններ են արվում եւ վերջերս էլ ձեր բանակցություններից հետո, եթե չեմ սխալվում, Քլչի հետ արտգործնախարար Ֆիդանը հայտարարեց, որ 2026 թվականի գարնանը ըստ իր հայտարարության սպասում է ուրեմն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրում եւ դրանից հետո հույս հայտնեց։ Այո, հույս հայտնեց։ Եվ դրանից հետո ասաց հենց դա տեղի ունենա, Թուրքիան էլ Հայաստանի հետ կարգավորի հարաբերությունները։ Կարող ենք ասել, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները մեծ ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստան-Թուրքիա գործընթացի առաջմղման վրա եւ ընդհանրապես մինչեւ հայ-թուրքական Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք չէ ակնկալել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն։ Չէ, չենք կարող ասել, որովհետեւ ամեն դեպքում այն բոլոր պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել մինչ այս եւ հույս ունենք, մի մասը իրականացել են դեպ, բայց մյուս մասն էլ որ հույս ունենք, որ արագ իրականանան, նկատի ունեմ Թուրքիայի հետ։ Մենք չենք ձեռք բերել պայմանով, որ դա տեղի կունենա ինչ-որ բանից հետո։ Մենք դա ձեռք ենք բերել, որ պիտի անենք եւ մենք ակնկալում ենք, որ դա կանենք։ Բացի այս չեմ կարող ժխտել բնականաբար, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը բնականաբար դրականորեն կազդի Հայաստան-Ադրբեջան գործընթացի վրա, չեմ կարող նաև ժխտել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացը դրականորեն կազդի Հայաստան-Թուրքիա գործընթացի վրա, պետք է նաև արձանագրել, որ Վաշինգտոնում ահռելի առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի հետ գործընթացում, ի վերջո ստորագրվել է հռչակագիր խաղաղության մասին, նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, երկու երկրների ղեկավարներն էլ հետ են գնացել իրենց մայրաքաղաքներ եւ ասել են, որ կոնֆլիկտն ավարտված է։ Եվ ես չեմ կարծում, որ սա ազդեցություն չի ունենա ընդհանուր տարածաշրջանային գործընթացների վրա։ Իսկ մնացածը արդեն ըստ իրավիճակի եւ ըստ զարգացումների կտեսնենք։ Ի վերջո Վաշինգտոնյան հանդիպումից ընդամենը 1 ամիս է անցել եւ դա էլ է պետք հաշվի առնել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլյանների տաղավարում ես զրուցեցի Ռուբեն Ռուբինյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։